Մենք ունեցել ենք դեպք մեր պրակտիկայում, երբ ամուսնացել էր զույգը եւ նախդիմել էին մեզ սեռական հարաբերությունների խնդրով, որ չի ստացվում հարաբերությունները, բայց հետո նաեւ պարզվեց, որ իդեպ տղան 26 տարեկան էր։ Զնման ժամանակ պարզեցինք, որ ամորձիներ չկան։ Եվ երբևիցե չէր էլ մտածել դրա մասին երիտասարդը, որ պետք է ուշադիր լինի կամ մտածի ամորձիներ կան թե չկան, քանի որ նախ անալիզից արդեն սերմի անալիզից արդեն բարձ դարձավ, որ վիճակը բավականին տխուր է, եւ այդ դեպքը շատ վառ տպավորվեց, որովհետև շատ հաճախ երբ մենք գործ ենք ունենում պացիենտների հետ, ովքեր բացարձակապես ուշադրություն չեն դարձնում, հատկապես նրան, թե իրենց սեռական օրգանները նորմալ են զարգացել, թե ոչ, ամորձիները տեղում են, թե ոչ, անդամի աճ եւ այլն, միշտ հիշում եմ այդ դեպքը եւ միշտ իհարկե այցելուներին հորդորում եմ, որ իրենք նույնպես ուշադիր լինեն եւ հատկապես իրենց երեխաներին, որովհետեւ դա գալիս է, կարծում եմ, կհամաձայնեք մանկությունից։ Երեխային սովորեցնել իր մարմնին ուշադիր լինել, հետագայում որ մեծանա, իմանա ինչին ուշադրություն դարձնի, այսինքն սա եւս սեռական դաստիարակության մի կարևոր ճյուղ է, որ պետք է փոքրուց երեխային սովորեցնել դեռահասին նույնպես, որ ուշադիր լինի, թե իր սեռական օրգանները ինչպես են զարգանում, երբ մտահոգվի, չհասնի արդեն մեծ տարիքի ու նոր արդեն բախվեն նման խնդրի։